Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում պատմությունը մտնում է ամենահուզիչ և հոգեբանական խորությամբ լի փուլերից մեկը։ Եթե մինչ այս հերոսները դեռ փորձում էին հասկանալ իրար, հիմա արդեն յուրաքանչյուրը սկսում է կանգնել իր ճշմարտության ու իր ցավի դեմ դիմաց։ Ամենամեծ հարվածը ստանում է Արշակը, երբ վերջապես իմանում է ամբողջ ճշմարտությունը, որ Էլիզն ու Նորոն հենց Շուշանի երեխաներն են։ Այս բացահայտումը մի կողմում բերում է անսահման ջերմություն իր սիրելի կնոջ հիշողության հանդեպ, իսկ մյուս կողմում ծանր, կուլ գնացող մեղքի զգացում։ Արշակը հստակ գիտի երեխաները սխալ են անում իրենց վրեժով, անհիմն մեղադրում են իրեն, փորձում են քանդել իր ընտանիքն ու հոգեկան խաղաղությունը, բայց նա չի կարող ատել նրանց, որովհետև նրանք Շուշանի երեխաներն են, այն կնոջ, ում հիշատակը մինչև օրս իր մեջ կրում է որպես կյանքի ամենալուսավոր կետ։ Եվ հենց այստեղ է նրա դրաման։ Այո, նա չի արդարացնում նրանց արարքները, բայց ինքը նույնպես իրեն մեղադրում է, որ չկարողացավ փրկել Շուշանին, որ չկարողացավ լինել նրա կողքին, որ թույլ տվեց, որ ընտանիքներ փլվեն, ով տարիներ շարունակ ապրեց լռության ու չասված ճշմարտությունների մեջ։ Այո, այս երեխաները մեղք չունեին ու նրանց սիրո պատճառով չպետք է կորցնեին իրենց մորը։ Էդոն, ով միաժամանակ եղել է և Նորոյի մտերիմ ընկերը և Արշակի ընկերոջ որդին, վերջապես բացատրում է, թե ինչու է լռել այսքան ժամանակ։ Նա ասում է, որ չէր կարող կողմերից որևէ մեկին ցավ պատճառել, ու երբ Էլիզին տեսել է նրանց տանը, հասկացել է, որ Էլիզը մեկ նպատակով է եկել այդ տուն և Նորոյին ասել է ճշմարտությունը։ Իհարկե, Արշակը հարց է տալիս նրան, թե ինչու է ասել Նորոյին, իրեն ոչինչ չի ասել, բայց Էդոն ունի իր պատասխանը։ Ամենաթույլ ու ամենամեղմ կողմը այս պատմության մեջ Արևն է։ Փոքրիկի սիրտը լի է երեխական անկեղծությամբ, նա դեռ չի հասկանում, թե ինչ պատեր են կանգնած մեծերի միջև։ Արևը շարունակում է կապի մեջ լինել Էլիզի հետ։ Էլիզը նրա համար պարզապես սիրող ու հոգ տանող մարդ է։ Նա դեռ փոքր է, որպեսզի հասկանա, որ իր սիրելի Էլիզը հենց այն քույրն է, որի սրտում տարիներ շարունակ ինքնահրկիզվող ատելություն է վառվում։ Արևը չի հասկանում, թե ինչու են բոլորը լարված, թե ինչու են ինչ-որ մայրերի անուններ շշուկով ասում, թե ինչու է իր ընտանիքը կարծես մշտապես ինչ-որ ճամփաբաժանի վրա։ Եվ հենց Արևի անգիտակցված կապն Էլիզի հետ է, ով ապագայում կարող է դառնալ անհավատալի հանգուցալուծման շարժիչ ուժը։ Առաջիկա սերիաները խոստանում են նոր բացահայտումներ։ Նորոն ավելի ու ավելի է հասկանալու, որ իրականությունն այնքան սև ու սպիտակ չէ, որքան իրեն ներկայացրել է Էլիզը։ Մագդան հայտնվել է ամենաբարդ իրավիճակում։ Նա մի կողմից սիրում է Նորոյին, մյուս կողմից չի կարող սպանել եղբոր հանդեպ ունեցած հավատը։ Իհարկե, վերջին սերիայի անոնսից պարզ է դառնում, որ նրանք հանդիպում են, ինչ ունեն խոսելու, բացատրելու։ Իհարկե, Մագդան շատ լավ հասկանում է, թե ով է Նորոն, և նրանց միջև որևէ բան տեղի ունենալ այս պահին գոնե հնարավոր չէ։ Արշակն էլ սկսում է մտածել, որ ժամանակն է վերջ տալ մեղավորության ու վրեժի այս անվերջ շրջապտույտին, իսկ Էլիզը, որը կարծես թե ամեն ինչ անում էր միայն ցավ պատճառելու համար, սկսում է հասկանալ, որ իր գործողությունների կենտրոնում պարզապես մանկության չբուժված վերքերն են։ Սերիալը գնում է բախման, ճշմարտության և ստի, վրեժի և ներելու, անցյալի ու ներկայի միջև, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, Մագդան ու Նորոն հեռուստասերիալի ավարտին կարող են միասին երջանիկ լինել և Էլիզը մի օր կթոթափի այս վրեժի ծարավը։ Հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ այդ ամենի պատճառը լինելու է Ալինան։ Ալինայի բուժման համար հավանաբար մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու, իսկ այդ գումարները Նորոն ու Էլիզը հաստատ չեն կարողանալու տալ, և բնականաբար իրենց հպարտությունը դնելու են մի կողմ ու դիմելու են Արշակի օգնությանն, ով մեծ սիրով օգնելու է։
Բնականաբար նա Շուշանի երեխաներին երբեք մենակ չի թողնի, նա տարիներ առաջ էլ օգնել է, սակայն տատն այդ մասին երբևէ չի բարձրաձայնել, հակառակը նա մշտապես ասել է, որ իրենց հայրն է գումարով օգնում։ Բայց շատ շուտով հետաքրքիր նորություններ են բացահայտվելու, թե ինչպես է եղել, որ Շուշանը մահացել է Ամերիկայում, բայց թաղված է Հայաստանում։ Հեռուստադիտողների մեծ մասին հետաքրքրում էր, որ այդ ժամանակ Արշակը գտնվում էր բավական ծանր վիճակում եւ ինչպես է ստացվել, որ Շուշանը մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Արշակը այդքան էլ հնարավորություններ չուներ, ինչպես է նրան տեղափոխել Հայաստան։ Եվ հետաքրքիր է, թե ինչպես կվերաբերվեն Էլիզն ու Նորոն այն ամենին, ինչ կլսեն Արշակից։ Դե ինչ, չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված, եւ իհարկե սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի նորությունները ստանաք առաջինը։